Սիրելի հայրենակիցներ, այսօր կիրակի օրը հունիսի 14-ին ժամը 18:00-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրավիրել է նիստ ամփոփելու հունիսի 7-ին տեղի ունեցած ազգային ժողովի հերթական ընտրությունների արդյունքները։ Ըստ էության այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է կայացնի իր իրավասությունների մասով վերջնական որոշում ընտրությունների վերաբերյալ։ Մենք, մասնավորապես Ուժեղ Հայաստան դաշինքը, ընտրախախտումներ է արձանագրել այս գործընթացի բոլոր փուլերում, սկսած նախընտրական ժամանակաշրջանից, քարոզչության ժամանակաշրջանում, ինչպես նաև քվեարկության օրը, իսկ դրանից հետո նաև ձայների հաշվարկի ժամանակ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողով այդ ընթացքում ներկայացվել են բողոքներ, որոնք երբեմն դարձել են քննության առարկա։ Այդ բողոքները կրում են համակարգային բնույթ, այսինքն վերաբերում են համակարգային ընտրախախտումներին, որոնք անդրադարձել են ընտրությունների վերջնական արդյունքների վրա։ Այսինքն այն արձանագրումները, որ այս պահի դրությամբ ունի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, բացարձակապես չի արտացոլում մեր ժողովրդի իրական քվեն եւ իրական որոշումը, որը կայացվել է հունիսի 7-ին։ Մենք գործ ունենք լայնածավալ ընտրախախտումների ձայնագողության հետ, որը հանգեցրել է իշխանության զավթման։ Այսինքն ընտրություններում պարտված ուժերից մեկը, Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, որը ղեկավարում է Նիկոլ Փաշինյանը, ինքն իրեն հռչակել է որպես այդ ընտրություններում հաղթող։ Եթե հիշում եք, այդ հռչակումը արվել է դեռ այն ժամանակ, երբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ուղիղ եթերում ներկայացնում էր քվեարկության արդյունքներ եւ ամփոփել էր ձայների չնչին մասը։ Առանձնահատուկ բռնաճնշումներ եւ ապօրինություններ են իրականացում նաեւ Բարգավաճ Հայաստան կուսակցության նկատմամբ, որի շեմ հաղթահարելու խնդիրը չափազանց կարևոր էական նշանակություն ունի։ Մի պահ հայտարարեցին, որ ԲՀԿ-ն հաղթահարել է 4%-ի շեմը, հետո հայտարարեցին, որ դրան պակասում է մի քանի տասնյակ ձայն, հետո ձայների վերահաշվարկով հնարավոր եղավ վերականգնել ԲՀԿ-ի օգտին բազմաթիվ քվեներ, ինչը նրան մոտեցրել էր արդեն 4%-ի շեմը հաղթահարելուն, եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չեղարկել է 3 տեղամասերում առհասարակ քվեարկությունների արդյունքները վերստին ԲՀԿ-ին թողնելով 4% շեմից ներքև, ինչի հետևանքով ՔՊ-ն ստանում է լրացուցիչ մանդատներ եւ հնարավորություն է ստանում խորհրդարանում ունենալ 3/5-ից ավելի ձայներ։ Հակառակ բարագայում նրանք զրկվում են նաեւ այդ հնարավորությունից։ ԲՀԿ-ի մեր գործընկերները բողոքարկել են այդ որոշումները վարչական դատարան, որը 3 չնայած մերժելով ԲՀԿ-ի հայցերը, այնուամենայնիվ կայացրել է որոշում, որով ըստ էության պարտավորեցրել է ԿՀ-ին առնվազն այդ տեղամասերում իրականացնել վերահաշվարկ։ Իսկ Ուժեղ Հայաստանի մոտեցումը այն է, որ պետք է չեղարկվեն ընտրությունների արդյունքները եւ նշանակվեն նոր ընտրություններ։ Նման իրավասություն Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ունի եւ այդ իրավասությունը նրանք կարող են իրացնել այսօր ժամը 18:00-ի նիստում։ Դրա համար կարծում ենք, որ անհրաժեշտ է, որ Հայաստանի բոլոր քաղաքացիները, ովքեր մասնակցել են ընտրությանը, ովքեր հատկապես իրենց ձայնն են տվել ընդդիմադիր ուժերի օգտին, Ուժեղ Հայաստանի, Հայաստան դաշինքի, Բարգավաճ Հայաստան կուսակցության, ինչպես նաև այլ ընդդիմադիր քաղաքական ուժերի օգտին, կարծում ենք, որ պետք է այսօր գան Կենտրոնական ընտրական հանձնաժողով, իրենց ներկայությամբ տեր կանգնեն իրենց կատարած քվեին եւ պահանջեն միայն Քաղաքացիական պայմանագիր կուսակցության կողմից նշանակված ընտրված Կենտրոնական ընտրական հանձնաժողովին կայացնելու օրենքի շրջանակներում որոշումներ։ Ընտրությունների ելքը պետք է որոշի ժողովուրդը, իր իշխանությունը իրացնում է ժողովուրդը, այլ ոչ թե ՔՊ-ի կողմից ընտրված 5 հոգի, որոնցից մեկը ԿՀ նախագահ Վահագն Հովակիմյանը իր ամբողջ կյանքում եղել է Նիկոլ Փաշինյանի օգնականը։ Այնպես որ կոչ ենք անում, հորդորում ենք մեր բոլոր քաղաքացիներին այսօր ժամը 18:00-ին լինել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մոտ, լոգիստիկ տեսանկյունից այն գտնվում է Երևանի մետրոպոլիտենի երիտասարդական կայարանի մոտակայքում, Երևանի դրամատիկական թատրոնի հարևանությամբ, այսինքն նաև ֆիզիկապես է հարմար այսօր այդ ժամին լինել այնտեղ, առավել ևս որ օրը
ոչ աշխատանքային է եւ կարծում եմ, որ շատերին է հարմար այդ օրը այսօր երեկոյան գտնվել կենտրոնական ընտրական հանձնաժողովում։ Քիչ հետո ես կշարժվեմ կենտրոնական ընտրական հանձնաժողով ճիշտ ժամին այնտեղ գտնվելու համար եւ կոչ եմ անում մեր բոլոր հայրենակիցներին այսօր ժամը 18:00-ին լինել կենտրոնական ընտրական հանձնաժողովի մոտ։